Միջազգային լրահոսն այսօր։ Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է մի շարք վիճահարույց օրենքներ, այդ թվում օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքը, որը ամերիկյան FARA-ի նման օրինակն է։ Ազատության վրացական ծառայության փոխանցմամբ խորհրդարանը քրեական օրենսգիրք է վերադարձրել պետական դավաճանության մասին հոդվածը, որը չեղարկվել էր 2007 թվականին։ Այսօր ընդունված օրենսդրական փոփոխություններից մեկով արգելվում է արտասահմանյան ֆինանսավորումը հեռուստառադիոընկերությունների համար։ Վրացական երազանքի կողմից վերահսկվող խորհրդարանը նաև փոփոխության է ենթարկել գենդերային հավասարության մասին օրենքը, այն մասնավորապես անվանելով կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին օրենք։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։ Ուկրաինական կողմը տրամադրված է կնքելու փաստաթուղթ, որը կհամապատասխանի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի ազգային շահերին։ Մենք նաև կարծում ենք, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է հզոր, խոշոր ամերիկյան բիզնեսների հետագա ամրապնդում, ներդրում է Ուկրաինայի անվտանգության ենթակառուցվածքում։ Այս մասին հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։ Սիբիգան հավաստիացրել է Կիևը կաշխատի ամերիկացի գործընկերների հետ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու համար։ Նախորդին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից։ Թրամփը սպառնացել էր Զելենսկին մեծ խնդիրներ կունենա, եթե դուրս գա գործարքից։ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը, որպես վարքեր, որոնք պետք է վերադարձվեն, իսկ ավելի վաղ էլ դժգոհել էր, թե ԱՄՆ-ն շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները։ Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքներն ու դատապարտում նման մարտավարությունը։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Սպառնալիքներն իսկապես լսելի են նաև վերջնագրերը, մենք նման մեթոդները համարում ենք անտեղի, դատապարտում ենք դրանք, համարում ենք իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց, ասել է Ռյաբկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է ուժային որոշումներին, ագրեսիային ու հարվածներին։ Դրա հետևանքները, հատկապես եթե միջուկային ենթակառուցվածքը հարձակման ենթարկվի, կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Թեհրանի գործողությունների առումով, որոնց մասին իրանցի գործընկերները նույնպես խոսում են բացահայտ ու հստակ։ Այնպես, որ քանի դեռ ժամանակ կա եւ գնացքը չի գնացել, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, փորձելով համաձայնության հասնել ողջամիտ հիմքի վրա։ Ռուսաստանն այստեղ պատրաստ է իր ծառայություններն առաջարկել Վաշինգտոնին, Թեհրանին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով, ասել է դիվանագետը։ Վաշինգտոնը պատրաստ է մաքսատուշքեր սահմանել Պուտինի նավթի վրա, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Ըստ Բլումբերգի այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես ուզում եմ համոզված լինել, որ նա գործը կհասցնի ավարտին։ Ես կարծում եմ, որ նա դա կանի։ Ես չեմ ուզում երկրորդական մաքսատուշքեր սահմանել նրա նավթի վրա, բայց կարծում եմ, գիտեք, ես դա կանեի, եթե մտածեի, որ նա իր գործը չի անում, ասել է Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսկապես պատրաստվում է մաքսատուշքեր սահմանել ռուսական նավթի վրա։ Ես ցանկանում եմ, որ նա գործարք կնքի, որպեսզի դադարեցվեն ռուս զինվորների, ուկրաինացի զինվորների եւ այլ մարդկանց սպանությունները, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Թրամփը NBC News-ին ասել էր, որ շատ զայրացել է Վլադիմիր Պուտինի Ուկրաինայում ժամանակավոր կառավարումներ դնելու առաջարկից։ ԱՄՆ նախագահն ասել էր, որ պատրաստ է 25%-ի չափով երկրորդական տուրքեր սահմանել ռուսական նավթի արտահանման վրա, եթե Մոսկվայի պատճառով տապալվի Ուկրաինայում հրադադարի պայմանագիրը։ Հունական Քաթիմերինի թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացել է հունական Սփյուռքի միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսը, ով հայտնել է, որ հանձնաժողովը դեմ կլինի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցում։ Նա մասնավորապես նշել է, ես կարող եմ ձեզ ասել, որ F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա։ Մենք կապահով ենք, որ Հունաստանը շարունակի իր ռազմավարական գործընթացը։ Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահներն անդրադարձել էին եւ 35 կործանիչների ծրագրում վերստին ընդգրկման գործընթացների վերջնականացման հարցին։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։